ուրախ եմ այսօրվա մեր հանդիպման առիթի կապակցությամբ, քանի որ իրականում խոսում ենք Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի համար արհեստական բանականության գործիքակազմի հասանելիության նոր մակարդակի եւ նոր որակի մասին։ Արհեստական բանականությունը մտել է մեր իրականություն եւ այդ իրականության հետ առնչվելու խնդիր ունի կրթական համակարգը ամբողջ աշխարհում։ Եվ այս նախաձեռնությունը իրականում հենց դրա մասին է, որովհետեւ մենք այն համագործակցությամբ, որի մասին այսօր հայտարարում ենք, ունենում ենք հնարավորություն համակարգված ձևով մեր կրթական համակարգում ներդնել արհեստական բանականության այն գործիքակազմը, որը մի կողմից կընդլայնի գրագիտությունը, մյուս կողմից այդ գործիքակազմը կդարձնի կրթական գործընթացները ավելի արդյունավետ եւ սովորելը ավելի որակյալ process-ի վերածելու հնարավորություն։ Ըստ էության մենք այս համագործակցության միջոցով ունենանք հնարավորություն մեր թե դպրոցներին եւ թե համալսարաններին հասանելի դարձնել OpenAI-ի գործիքակազմը եւ մասնավորապես խոսքը ChatGPT, Edu եւ Codex հարթակների մասին է եւ առաջին փուլում խոսում ենք 50,000 կրթական բաժանորդագրության մասին, թիվը հետագայում կարող է մեծանալ նաեւ համակարգի կողմից դրա կլանման եւ դրա օգտագործման արդյունավետության բարձրացման արդյունքում եւ սա նշանակում է, որ մեր կրթական հաստատությունները ունենան հնարավորություն օգտագործելու առաջադեմ արհեստական բանականության գործիքները։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, ես անձամբ իմ կողմից եւ իհարկե մեր ընկերության կողմից նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ մեզ ընձեռնվել է հնարավորություն մասնակիցը դառնալ այս միջոցառման եւ մենք ոչ միայն ուրախ ենք, այլ նաեւ հպարտ ենք, որ կարողանում ենք նման ծրագրի աջակից դառնալ, ինչով որ Հայաստանում OpenAI Edu համակարգը ներդրվելու է եւ դա ես համոզված եմ մեծ արդյունքներ է նաեւ տալու մեր կրթական ոլորտի առաջխաղացմանը, քանի որ այս ծրագիրը Հայաստանը առաջատար երկրներից հանգում է, որ միանում է նման ծրագրի եւ ինչպես նշեցիք, հիմիկվանից կսկսվի արդեն նախապատրաստական աշխատանքները եւ մենք ուրախ ենք, որ սեպտեմբերի 1-ից ծրագիրը ամբողջությամբ ներդրված կլինի։ OpenAI-ի մեր գործընկերները հիմա մասնակցում են հեռահար կապի միջոցով, բայց շուտով կժամանեն Հայաստան, որ արդեն կոնկրետ աշխատանքներ սկսվի ներդրման առումով։